Ընդհանուր առմամբ խոսեցիք այստեղ ներկայացրեցիք խնդիրները, ինչ է կարծում սրանք որքանով տեղ կհասնեն եւ կառավարությունը մասնավորապես ԿԳՄՍ-ն այս հարցերից որոնք լուծում կստանա, որոնք առաջնահերթություններ կլինեն։ Շատ ճիշտ հարց բարձրացրեցիք, այո։ Միշտ չի որ բոլոր հարցերը երբ որ բարձրացնում ենք տեղ հասնի, բայց ես հույսով եմ, որ հավաքվելով եւ պնդելով եւ հիմնավորելով բոլոր մեր հարցերը, մենք ազգային ժողովում եւ կառավարությունում պետք է հասնենք այդ փոփոխությունների հիմնական օրենքում, որովհետեւ այսօր օրենքը գործելով պետք է ամեն ինչ բերի իր ունին։ Մեր բոլորիս այսօր ինքներդ զգացիք կարծիքը համարյա համահունջեր եւ բոլորս մի նպատակ ունենք, տեսնենք առողջ եւ պատրաստված երիտասարդներ, այսօրվա ուսանողը կամ աշակերտը դպրոցական վաղվա մեր պետության զինվորն է։ Դրա համար շարունակական պետք է ամեն ինչը բոլոր օղակներում սկսած մանկապարտեզից շարունակվի մինչև բուհա ավարտելը։ Նպատակը ճիշտ է, ես ընդունում եմ, միայն կցանկանայի, որ բոլոր դեպքերում մարդիկ, որոնք զբաղվում են սպորտով, այսինքն ֆիզկուլտուրայով եւ ֆիզկուլտուրայով մեր հանրապետությունում, այսինքն խոսքս գնում է ղեկավարների մասին, շահագրգռված լինեն, տեսնել առողջ եւ հզոր երիտասարդ սերունդ եւ ամենակարևորը ես ուսումնասիրելով մյուս երկրների փորձերը զգացել եմ, որ մեր սպորտը եւ ֆիզկուլտուրան առաջնահերթ է ամենտեղ եւ երբ որ դրոշն են բարձրացնում եւ երբ որ մեր հիմնն է նվագում, մեր հակառակորդներն էլ են, մենք դրանով ենք միայն ստիպում ոտքի կաղնել եւ հարգել։ Դրա համար մենք պետք է ունենանք ուժեղ երիտասարդ սերունդ, որ կարողանան մեր հանրապետությանը բերեն այդպիսի հաջողություններ հասնեն եւ բերեն հաղթանակներ։ Կառավարությունը ԿԳՄՍ-ն ըստ էության խրախուսում այն սպորտի զարգացմանը, գիտեք, անգամ կա ծրագիր, որ սուբսիդավորում են օրինակ հեծանի վարելը, սա ինչ ազդեցություն կունենա ընդհանուր առմամբ սպորտի զարգացման վրա եւ ինչպես է գնահատում այդ ծրագիրը։ Գիտեք ինչ, ես ավելի շատ կողմնակից եմ, որ այդ 4 նախարարության կազմից մենք առանձնանանք, թեկուզ կոմիտեի ստատուսով, բայց լինենք առանձին եւ ողջունում եմ, ասենք կառավարության կողմից օգնությունը սպորտին եւ ֆիզիկական դաստիարակությունը, միայն այս դեպքում մենք կարանք հասնենք այդ նպատակին եւ կցանկանայի, որ ազգային ժողովը, քանի որ ազգային ժողովում են բոլոր օրենքները ընդունվում, լինեն մարդիկ, որոնք սպորտ շատ ֆիզիկական կուլտուրա եւ սպորտ սիրում են, հասկանում եք, եթե չսիրեի, ինձ այսօր որոշ մարդիկ ասում են, եթե դպրոցի դիրեկտորը կամ ուսուցմարը ուշադիր չլինեն, ֆիզկուլտուրայի ժամերը փոխարինում են այլ ժամերով։ Գիտեք ինչ, դա պետք է օրենք չլինի, դա պետք է իրենց կարծիքով չլինի, դիրեկտորի ցանկությունով չլինի, այլ լինի օրենքի սահմաններում։ Դա ոչ մեկի սեփականությունը չի, հանրակրթական դպրոցը կամ բուհը։ Հասկանում եք, ժամանակին ես առաջարկել էի, որ վերջնական կուրսերում, ավարտական կուրսերում դիֆերենցիալ զաչոտներ հանձնեն մեր ուսանողները, ինչի է դա ասում, որ առաջի երկրորդ կուրսը որ դասեր էին անցնում, այդ 4-րդ կուրսում իրենք արդեն 2 տարի չպարապելով կամ 3 տարի չպարապելով այդ ամենը կորցնում են, հասկանում եք, կուզենայի որ միջև վերջ պարապեն եւ իմանան, որ 5-րդ կուրսում կամ 4-րդ կուրսում պետք է քննություն հանձնեն ֆիզկուլտուրայի առակայից, իրենք ավելի հզոր կլինեն, ավելի պինդ կլինեն եւ մենք մեր բանակին դրանով կօգնենք։